Նիկոլա Տեսլա Նիկոլա Տեսլան ծնվել է 1856 թվականի հուլիսի 10-ին, սերբական ծագմամբ ամերիկացի հայտնի ճարտարապետ, ֆիզիկոս, գյուտարար։ Էլեկտրականության և ռադիոտեխնիկայի բնագավառում մեծ ու հեղափոխական գործունեություն ծավալած Տեսլան նաև արտասովոր մարդ էր, ում կյանքի ու գործունեության շուրջ տարբեր առասպելներ են հյուսվել։ Նիկոլա Տեսլան ծնվել է սերբ քահանայի ընտանիքում, որը շատ հետաքրքրված էր ռադիոտեխնիկայով, և էլեկտրականության նկատմամբ հետաքրքրությունը նրա մեջ առաջացել է 3 տարեկանում, երբ շոյել է կատվի մեջքն ու զգացել առաջացող հոսանքը։ Տեսլան հայտնի է հատկապես փոփոխական հոսանքի ստեղծման ուղղված իր աշխատանքներով։ Հոսանքի այս տիպը ավելի արդյունավետ և անվտանգ էր մեծ հեռավորությունների վրա փոխանցվելու համար, համեմատած հաստատուն հոսանքի, որի հետ կապված աշխատանքներով զբաղվում էր Թոմաս Էդիսոնը։ Տեսլան և Էդիսոնը թեև սկսել են համատեղ աշխատանքով, սակայն հետագայում նրանց ճանապարհները բաժանվում են, իսկ կայուն ու փոփոխական հոսանքների պատերազմում հաղթում է Տեսլան։ Փոփոխական հոսանքի համակարգերը դառնում են էլեկտրացանցերի ստանդարտը ամբողջ աշխարհում։ Տեսլան փորձարկումներ է կատարել էլեկտրաէներգիայի անլար փոխանցման ոլորտում։ Նա երազում էր ստեղծել էներգիայի փոխանցման համաշխարհային անլար համակարգ։ Նրա Նյու Յորքում Լոնգ Այլենդում կառուցած Ուարդենկլիֆ աշտարակը այս ծրագրի մի մասն էր։ Տեսլայի անլար էներգիայի համակարգի աշխատանքով է մեկնաբանվում 1908 թվականի Սիբիրում Տունգուսյան երկնաքարի պայթյունը։ Ըստ տարածված առասպելի, դա ոչ թե երկնաքար է եղել, այլ կուտակված էներգիայի պայթյուն, որն ուղարկել է Տեսլան հազարավոր կիլոմետրեր հեռվից։ Գիտնականին հաճախ մարգարե են համարում, քանի որ նա է կանխատեսել ժամանակակից շատ տեխնոլոգիաներ՝ անլար հաղորդակցությունը, համացանցը, վերականգնվող էներգիան և այլն։